Բարև ձեզ Օրագիր Նյուզի հարգելի հետևորդներ, եթերում Բիզնես Լաբն է։ Ես Անիկ Էսոյանն եմ եւ ինչպես արդեն գիտեք, մենք հաղորդումների ընթացքում փորձում ենք ներկայացնել բիզնեսը ոչ միայն որպես եկամտի աղբյուր, այլ նաեւ ընտրություն, պատասխանատվություն եւ մտածողություն։ Այսօր մեր հյուրն է մի մարդ, ով օգնում է բիզնեսներին ոչ միայն կայանալու, այլ նաեւ ինքնին ստեղծում է մտածողություն։ Մեր հյուրն է Targeting մարքեթինգային ընկերության եւ Simple Business Ակադեմիայի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն, բիզնես տրեյներ, 3 բիզնես գրքերի հեղինակ Գոր Կարապետյանը։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ողջույն, մեծ սիրով։ Պարոն Կարապետյան, ձեր գրքերն ուսումնասիրելիս հասկացա, որ 3 գրքում էլ շատ մեծ հատված կա նվիրված ինքնաճանաչմանը։ Ով եմ ես, ուր եմ գնում, ինչպես եմ գնում, հարցերի պատասխանները կան, այսինքն կարդացողները կգտնեն այդ պատասխանը։ Հետևաբար ուզում եմ սկսել հաղորդումը նրանից, ով է Գոր Կարապետյանը, ոչ մասնագիտական ու պաշտոններով, այլ որպես մարդ։ Ով է Գոր Կարապետյանը։ Հետաքրքիր հարց եք տալիս։ Ես հաջորդ քայլով անընդհատ ապրող մարդ եմ, ապագայով ապրող մարդ եմ, անընդհատ հաջորդ պահի մեջ եմ, դա ունի իր լավ եւ վատ կողմերը, բայց դատելով արդյունքներից մինչև այս պահ ինձ համար եղել է արդյունավետ։ Եթե կարճ պատասխանեմ, ապա այդպես։ Դուք LinkedIn 101-ում ձեզ երբ ասոցացրել եք մեկ առարկայի հետ կամ մեկ բառով նկարագրել եք որպես սառցահատ։ Կբացեք փակագծերը։ Դեռևս իմ առաջին գրքի մեջ հաջողության թաքնված կողմը։ Գրքում ես խոսում եմ այն մասին, որ ցանկալի է ու նույնիսկ հոգեբանները ոչ միայն խորհուրդ են տալիս, որ մարդը գտնի իր կյանքի համար որևէ մի առարկա, երևույթ, որի հետ կասոցացնի։ Ու երբ որ ես մտածում էի ու նաև հետհայաց էի նետում իմ կյանքին, իմ փորձառությանը, դա 2021-22 թվականներն էր, ես գտա մի հոգեհարազատ առարկա կարելի ասել կամ երևույթ, դա սառցահատ նավն է, icebreaker, ինքը սառուցյալ ավազաններում նավարկելու համար նախատեսված շատ հզոր նավ է, ինքը ամենագեղեցիկը չէ, զբոսանավ չէ, ժամանցային նավ չէ, ինքը ունի հատուկ ֆունկցիա, առաջինը անցնել սառույցների միջով, ճանապարհ բացել իր հետևից եկողների համար եւ օգնության հասնել նրանց, ովքեր մնացել են սառույցների մեջ։ Ու կամ որ ես բնույթով անընդհատ կրթվող, ինքնակրթվող ու նաեւ կրթող եմ, ես հասկացա, որ սա շատ նման է, ես այդպես իդենտիֆիկացրեցի ինձ։ Ու հետո արդեն երրորդ գրքում LinkedIn-ում երբ որ խոսում եմ անձնային բրենդինգի մասին, ասում եմ, որ շատ կարևոր է, որ քո հանրային ընկալման եւ իրականության մեջ խզում չլինի։ Ու հետեւաբար քո ներքնաշխարհում կամ այն բնույթ, որ դու կրում ես, ցանկալի է, որ դա նաեւ արտահայտվի համացանցում կամ հանրային դաշտում, որտեղ որ դու գործում ես։ Ու կրկին բերում եմ այդ օրինակը, օրինակ ծառայելու համար, որ օրինակ իմ դեպքում սա է, եւ դա կապում եմ նաեւ մարքեթինգի հետ եւ ասում եմ հիմա ես մասնագիտական առումով ես ինձ դիտավորում եմ որպես B2B marketing navigator։ Ու հետաքրքիր, ես էլ պատահական եւ շատ մտածում էի, փնտրում էի, եկա դրան ու հասկացա, որ շատ օրգանիկ կերպով կապում են իրար։ Եթե LinkedIn 101-ը ձեր հավատանքի արդյունքն է, դուք ասել եք, որ ինչին հավատում եմ, վերածում եմ գրքի, ապա կարող ենք ենթադրել, որ այդ 101 кейսերը ձեր անձնական кейսերն են եւ դուք դրանց մեջով բոլորով անցել եք։ Գիտեք, չէի մտածել այդ մասին։ Ճնշող մեծամասնություն թերևս այո, որովհետեւ ես հավաքագրել ներառել եմ բոլոր դեպքերը, որոնք ես ինքս օգտագործել եմ, առերեսվել եմ կամ մեր գործընկերները, հաճախորդներ են առերեսվել, այսինքն ուղղակի կամ անուղղակի մեծ կապ ունի, բայց իհարկե գրքում կան նաև միջազգային кейսեր, այսպես ասած, որպեսզի դա միայն մեկ շերտ չունենա, այլ նաև գլոբալ տրենդները, գլոբալ սկզբունքները եւս ներառված լինեն եւ վերիֆիկացնել են գաղափարները, որոնք ես իմ անձնական փորձով փորձում առաջ տանել։ Իրականում ոչ թե 101 հենց кейսեր են, այլ 101 հարց ու պատասխան կա գրքում։ Ես
երևի սխալ ձևակերպեցի։ Զուտ ծեսգսպան համար։ Երբ հասկացաք, որ LinkedIn-ը որպես սոցիալական հարթակ չի, այլ ավելին է ու իրականում ավելին է, եւ ինչու որոշեցիք այն ռոպագանդել, այսօր որ հենց LinkedIn բառը անկեղծ ասած ասոցիացվում է ձեր հետ, թե տրեյնինգները, թե գիրքը, թե հենց LinkedIn-ի հետ կապված կարծում եմ հենց Google-ում էլ որ գրում ենք LinkedIn, ձեզ է անդադվում։ Չեմ փորձել հենց այդպես, շնորհակալ եմ շատ, կընդունեմ որպես կոմպլիմենտ։ Ես հարտակում 2016 թվականից, բայց դետայլանկես ակտիվ եմ վերջի 4-5 տարին, մասնավորապես մենք 2024 թվականից գործընկերոջս հետ մի հետաքրքիր բիզնես միջոցառում բերեցինք Հայաստան, որը կոչվում է LinkedIn Local։ Աշխարհի տարբեր քաղաքներում սա արվում է, եւ հիմնականում LinkedIn-յան համայնքը հավաքվում է եւ շփվում են միմյանց հետ։ Ես ուսումնասիրեցի ֆորմատները եւ մենք կարելի ասել upgrade արեցինք, ոչ թե ուղղակի LinkedIn-յան համայնքի համար միջոցառում անել, այլ բիզնես համայնքի համար, բայց LinkedIn-ի հովանու ներքո։ Ու մենք 2024 թվականին արեցինք դա Միացյալ Նահանգներում, հետո նաեւ արեցինք Հայաստանում, հետո արդեն մոտ 6 միջոցառում արել ենք ու ամեն տարի փորձում ենք անել։ Ու այդ պայից սկսած ես սկսեցի LinkedIn-ի թերևս օգտագործում եմ, բայց սկսեցի օգտագործել ավելի, ինչպես ասում են, community building համայնքաշինության տրամաբանության մեջ։ Ու էլի ստեղ առաջ եկավ էլի բնույթի ոնց որ առաջնահերթությունները կարելի ասել, ես սկսեցի ուսումնասիրել, կիրառել ու արագ կիսվել, ուսումնասիրել, կիրառել ու կիսվել։ Այս շղթան անընդհատ սկսեց աշխատել, ու նաև գնահատելով, որ Հայաստանում ցավոք այդքան տարածված չի, այսինքն կան 500,000-ից ներքև օգտատերեր ու շատ քիչ տոկոսն է ակտիվ, իսկ Facebook-ում օրինակ մոտ 2 միլիոն։ Ես հասկացա, որ պետք է ռոպագանդել, ինչպես դուք ասացիք, լոբինգ անել, տարածել, օրինակ ծառայել, խրախուսել, որովհետև սա արժեք ստեղծող եւ արդյունք ստեղծող հարթակ է։ Կարծում եմ արժեք ստեղծող ու արդյունք ստեղծողը նաեւ նրանից է, որ 2 միլիոն չեն։ Լավն է։ Իրականում հենց LinkedIn-ի կարևորությունը նրանում է, որ հետ մասնագիտական է ու այնտեղ Facebook-ի նման կարծիքների հարթակ չի, որտեղ անձնական կամ քաղաքական հատվածը գերակշռում է։ Ենթադրենք մարդը հասկացել է LinkedIn-ի կարևորությունը, նույնիսկ ձեռք է բերել գիրքը, կարդացել է, այն գիրքը իդեպ շատ ինտերակտիվ է, յուրաքանչյուր գլխի ավարտին որոշակի հանձնարարություններ կան, որոնք նաև QR կոդեր կան, շատ երկխոսություն է իրականում։ Այդ ամենն էլ արել է եւ չի կարողանում կամ էլի չի, ինչ որ խնդիրներ կան, ինչ անի այդ ժամանակ։ Թող գրի ինձ LinkedIn-ով, ես ասում ինձ հետ շփվելու միակ լեգիտիմ ճանապարհը LinkedIn-ն է, բայց իրականում եթե այդ ամենը արել է, չնայած գիրքը կարդալուց հետո չեմ կարծում։ Եթե այդ ամենը արել է, ինքը արդեն ընթացքի մեջ գտնվող մարդ է, դժվար թե շատ մեծ հարցեր ունեն, ամենագլխավոր հարցերին արդեն պատասխանված կլինի իր համար։ Ինքը ով է, ինչպես է ցանկանում դիրքավորել, ում համար է ինքը դիրքավորում, այսինքն ցանկալի լսարանը, եւ ինչ բովանդակությամբ պետք է փորձի հաղորդակցվել իր լսարանի հետ։ Ամենագլխավոր հարցերին եւ փիլիսոփայական եւ շատ պրակտիկ մակարդակով գրքում պատասխանվում է, բայց եթե ամեն դեպքում ընդունենք, որ կա այդպիսի սցենար, նույնիսկ եթե ընդունում ենք գիրքը չի կարդացել, ես խոր կտամ 3 բան։ Առաջինը, իրոք հասկանալ, թե ինչպես ես դու ուզում դիրքավորես քեզ, որպես մասնագետ, որպես գործարար, որպես մենեջեր, որից մի ոլորտի խնդիր լուծող մեկ։ Երկրորդը, դու կոնկրետ որ լսարանի համար ես ցանկանում խնդիր լուծել։ Ու այդ լսարանին փորձել պատկերացնել դեմքով, անուն-ազգանունով եւ իրենց առօրյա խնդիրներով։ Երբ որ սա արեցիր, խնդիրները պատկերացրեցիր։ Հիշել պատմություններ, քեզեր քո մասնագիտական անցած ճանապարհից, գրականությունից, ոդքասթերից, գրքերից, որոնք ըստ քեզ կարող են լուծել այդ խնդիրները կամ կրթել քո լսարանին։ Ու դա վերածել բովանդակության։
ու սահմանել, որ ինչ-որ մի պարբերականություն ենթադրենք շաբաթական թեկուզ մեկ անգամ ու անել գրառում։ Եվ հետևականության արդյունքում ես վստահեցնում եմ, առանց շատ բան նույնիսկ իմանալու, 3 ամսում շատ մեծ արդյունք կարելի է գրանցել։ Երբ LinkedIn-ի մասին խոսում էի գոլեգաներիս հետ, մի կարծիք հնչեց, որ ես ուզեցի անպայման ձեր հետ էլ քննարկել։ Ընկերներից մեկը ասեց, դե ինչ է LinkedIn-ը, բոլորը կարծես հաջողակ են ու ինչ որ լավ հաջողությունների հասած են ու բոլորը մասնագետ են, բոլորը ինչ որ բանի հասել են հենց իրենցով, կարծես ամեն ինչ հրաշալի է։ Կա այդպիսի բան, իսկապես բոլորը մասնագետներ են։ Իրականում լավ փաթեթավորված կամ լավ ներկայացված մարդիկ, որովհետև ձեր գիրքն էլ դուք էլ ավելի շատ այդ ներկայացնելու մասին է, քան բովանդակության, հետեւաբար չկա ռիսկ, որ մարդը լավ փաթեթավորված, մարդը չէ, կերպարը, հա, լավ փաթեթավորված, բայց օրինակ առանց բովանդակության է կամ հիմա AI-ի դարում այդ բովանդակությունն էլ նա ինչ որ ձև AI-ի միջոցով ավելացնել։ Հասկացա, եւ ձեր ընկերոջը, բայց ձեր ընկերոջ ասած ավելի շատ վերագրելի է թերևս Instagram-ին, որտեղ բոլորը երջանիկ եւ անդարտ են եւ ինչ որ լողափում կամ ռեստորանում անընդհատ կոկտեյլ են խմում։ LinkedIn-ի դեպքում կա նման ընկալում, ես մի շատ էլ ավելացնեմ, որ շատ բան արհեստական է ու խիստ պաշտոնական, բայց իր բնույթից է գալիս։ Իրականում եթե թերթենք LinkedIn-յան feed-ը, ինչպես ասում են, դուք շատ պատմություններ կգտնեք ոչ հաջողության մասին, նաև ձախողումների մասին, շատ։ Ու հենց դա նաև մոդել է բովանդակություն ստեղծելու, որպեսզի բովանդակություն ստեղծողի եւ ընթերցողի միջև անջրպետ չառաջանա։ Շեշտելով, որ ես էլ եմ սխալական, ես սխալներն արել եմ կամ անում եմ, ու դառնալ կամուրջ դեպի ինչ-որ խնդրի լուծման։ Դրա համար ես չեմ համաձայնում ձեր ընկերոջ հետ, խորհուրդ կտամ մի փոքր ավելի շատ թերթել։ Իսկ այնուամենայնիվ արդեն գալով AI-ին, իհարկե, ոչ միայն LinkedIn-ում, ցանկացած վայրում, նույն Instagram-ը վերցնենք ամենաակնհայտ օրինակը, Facebook-ում կա տոքսիկ իրականություն, իսկ Instagram-ում կա ուտոպիա։ Բայց երկուսը նույն մարդկանց մասին է կամ իրականության մասին, այսինքն fake ընկալում ստեղծելը բոլոր հարթակներում էլ կարելի է անել։ LinkedIn-ը իր յուրահատկությունը նրանումն է, որ այստեղ հավաքված են շատ, ես ասում, քառակուսի մետրի վրա գործարար մտքի խտությունը շատ մեծ է։ Մենք ասում ենք 500,000-ից ներքև, բայց այստեղ շատ որակյալ 500,000 է։ Նրանք որոշում կայացնողներ են, իրենց ոլորտներում իրավիճակներ փոխողներ են, իրենց ոլորտներում թրենդներ ստեղծողներ են եւ այլն։ Պլյուս սա գործնական հարթակ է։ Այսինքն եթե դու գնացել ես պատկերացու գնացել ես բիզնես կենտրոն, ու LinkedIn-ը որպես ըստ էության աշխարհի ամենամեծ բիզնես կենտրոնն է։ Դու շորտերով եւ, չգիտեմ, ինչ որ տարօրինակ ոչ համապատասխան կեցվածքով այնտեղ հաջողության չես հասնի։ Ինչ արձագանքներ կան, հիմա արդեն բավական երկար ժամ, բավական չէ, բայց ամենայնպես արդեն վաճառք եղել է, ասեմ ավելի, ես գրախանութներից մեկից վերջինն եմ գնել։ Բայց կա արդեն, դեր գնելուց հետո մենք լրացրել ենք։ Այո, ինչ արձագանքներ եք ստացել։ Շատ լավ, ես իրականում այսօր կամ վաղ պատրաստվում եմ մի ամփոփիչ մեկամսյա գրառում առնել։ Ես հավաքագրել եմ բոլոր այն նկարները տարբեր մարդկանց կողմից, որ արվել են, ինձ է ուղարկվել կամ հրապարակում է արվել, կարծեմ ձեր առած նկարներ է ինձ հասել։ Ու գիրքը շատ հետաքրքիր է, ես վերջերս մեկը ուղարկեց LinkedIn-ով, որ 25 օրյա հավաքների է, բավական հետաքրքիր գործունեությամբ զբաղվող մարդ է ու զինվորական կամուֆլաժի ֆոնին գիրքներ, ել չեմ ասում, բազմաթիվ տարբեր միջավայրերում գրասենյակ են եւ այլն։ Գիրքը, ես կարող եմ ասել, արդեն սկսում է ապրել իր կյանքով, սկսել է ապրել։ Ստացել եմ բավական հետաքրքիր ֆիդբեքեր, սկսած արտաքին դիզայնից, որ ինքը շատ լավ նվիրելու գիրք է, եւ կազմը արդեն խոսում է բովանդակության մասին,
Երկրորդը հետաքրքիր feedback-ից մեկը մի մարդու ով աշխատում է թիմերի հետ, հենց անդրադառնալով այն ինքնության հարցին, որի մասին սկզբում խոսեցինք, ասեց դու շատ ուժեղ մեխ ես խփել ու շատ կարևոր է այս մասին խոսել։ Անընդհատ ես երեք էլ նույնիսկ մի գործարարի հանդիպեցի, ասաց վերջերի ջրին եմ հասել, պետք է հանդիպենք, զրուցենք, տեսնենք ինչ ենք անում։ Այսպես, այսինքն գիրքը հասել է իր թիրախին, սա բոլորի համար չէ։ Եվ ճիշտ թիրախի համար է, LinkedIn-ում այդպիսի տերմին կա ճիշտ մարդիկ, right people, ինքը ճիշտ մարդկանց համար նախատեսված է ու գտնում է ճիշտ մարդկանց, ճիշտ մարդիկ էլ գտնում են գիրքը։ 306 մերժված հայտերը ավելացել են գրքի վաճառքից հետո կամ գրքի լույս տեսնելուց հետո։ Իրական դրանք անընդհատ ավելանում են, շնորհակալ եմ մանրամասներին անդրադառնալու համար։ Դրանք միշտ կան ու միշտ մերժվում են։ Իդեպ, եթե դուք այդ 306 հայտերից եք, ովքեր պարոն Կարապետյանին LinkedIn-ով ուղարկել են եւ մերժվել են, ապա կարող եք գիրքը ընթերցել եւ հասկանալ ինչու եք մերժվել։ Արդյոք LinkedIn-ը հենց առաջին քայլն է պրոակտիվ առաջնորդ լինելու կամ կարևոր քայլերից է։ Կարծում եմ ոչ։ Եթե դուք կտակ կոնտեքստային երկու բառով ասեմ, առաջի երկու գրքերը ավելի անձնային աճի առաջնորդության քո ավելի լավ տարբերակը դառնալու մասին են։ Առաջինը համարենք, ես մեկ բառով եմ ասում, սկսվելու մասին է, երկրորդ գիրքը առաջնորդելու մասին է։ Սա արդեն ավելի բիզնես համատեքստ ունեցող գիրք է, երբ որ դու ունես որոշակի մասնագիտական, փորձագիտական ձեռքբերումներ, ինչպես փաթեթավորել քեզ եւ դրա գլխավոր հարթակը ընտրել LinkedIn-ը։ Գիրքը մեծամասամբ այս մասին է։ Իսկ պրոակտիվ առաջնորդ կարելի է լինել նույնիսկ առանց LinkedIn-ի, առանց որևէ սոցիալական ցանցի, զուտ պատասխանատվություն վերցնելով դրական փոփոխություններ բերելու նպատակով։ Մենք հաճախ սովորենք տեսնել հաջողության փայլուն կողմերը, Forbes-ում, տարբեր հարցազրույցներում, արդեն հաջողության հասած մարդկանց, բայց հաջողությունը միշտ ունենում է թաքնված կողմ, որն է եղել այն թաքնված կողմը, ձեր հաջողության թաքնված կողմը։ Ես միշտ սիրում եմ պատասխանել, որ ես այդ հարցին պատասխան մի ամբողջ գիրք եմ գրել։ Եթե ամփոփացենք։ Ես գրքում պատմում եմ, որ ինչպես են ինձ աշխատանքից հեռացրել, ինչպես աշխատանքի չեն վերցրել։ Ինչպես են հետո դուք այդտեղ դարձել նախագահ։ Այո։ Այսինքն այս բոլոր ճանապարհները ինչ որ միավորներ են կուտակում, երբ որ դու ունես հստակ նպատակ ու հետևողական ես ու դու չես ցախողումներից կամ մարդկանց կարծիքներից չես ազդվում, չափից ավել, դու ժամանակի ընթացքում բավարար հետևողականության արդյունքում իսկապես կերտում ես քո հաջողությունը։ Իսկ ինչ է հաջողությունը, գիրքը հենց առաջի գիրքը դրանով է սկսում, դա ամեն մարդ իր համար է սահմանում, բայց եթե պարզեցնենք, սահմանված նպատակին հասնել։ Եթե կա սահմանված նպատակ, ապա խոչընդոտները հաղթահարել են։ Ես գրքում օգտագործում եմ մի շատ լավ արևմտյան աշխարհից եկած արտահայտություն եմ, ես շատ եմ սիրում, ասում է գնա մինչև վերջ կամ գնա տուն։ Ու այս մոտեցումը ինձ սա է օգնել ինձ, որ համար կերպով, նույնիսկ եթե չեն հավատացել, խանգարել են, չեն սատարել, բայց ես հավատացել եմ գաղափարի գնալ մինչև վերջ ու դա իմ կյանքում ինձ համար բերել է հաջողություն, որը մեկ ուրիշի համար միգուցե այդքան էլ հաջողություն չէ, բայց իմ դեպքում դա հաջողություն է։ Թերևս սա, ու ես այնտեղ հաջողությունը համեմատում եմ այսբերգի հետ, սովորաբար մարդիկ տեսնում են ձեր նշած փայլուն մասերը, ես ասացի LinkedIn-ը բան է, բիզնես կենտրոն է, որտեղ բոլոր կամ դուք ինչպես ասացիք, կայացած են, հաջողված են, բայց այդ բիզնես կենտրոնում հասնելու ճանապարհը ոչ մեկ չի տեսնում։ Այն անցնողն է միայն տեսնում, հետևաբար դա բոլորին վերագրելի է, ուղղակի հաջողում են արդյունքում այն մարդիկ, ովքեր ունենում են բավարար կամք եւ հետևականություն, ես այսպես եմ կարծում։
Բիզնեսի մասին տրեյնինգներ, բիզնես տրեյներներ իրականում շատ են վերջին տարիներին ինքս էլ 1-2-ին եղել եմ, բայց մեղմ ասած գոչ եմ եղել կամ շատ անհասկանալի էր, ինչ են խոսում, ինչ չեն խոսում, կամ հենց ավելի միգուցե ես եմ սխալ ընտրել, ավելի փոքր տարիքի կամ չկողմնորոշված մարդկանց կողմնորոշման համար էր, էլի, միգուցե ես սխալ տրեյնինգ եմ ընտրել, դա էլ չեմ կարող բացառել։ Ինչպես է կարողանում այս ինֆո աղբի չեմ վախենա ասեմ, որտեղ իրականում այդպիսիներն էլ կան, մարդ սիրուն կոստյումով, վերնաշապիկով խոսում է ինչ-որ բաներից, որոնք ինքը երբեք չի կիրառել, հենց իր համար դա արդեն չկա։ Ինչպես եք կարողանում գտնել այդ բանաձևը, որ ինֆորմացիան լինի օգտակար, կիրառելի եւ հասկանալի։ Ձեր ասածը ընդունենք որպես արձանագրում, իրականում կա այդպիսի բան, ես գիտեմ մարդիկ հիմա դուք ասում եք, ես անուններ էի հիշում, բայց դա այդ մարդկանց փորձերն է, մի օր կհաջողվեն, ինչ վերաբերում է ընդհանրապես Նայեք, իմ 3 գրքերն էլ հակառակ տրամաբանությամբ են ծնվել։ Սովորաբար մարդիկ տրեյնինգներ են անում, հետո գրում են գիրք։ Ես հակառակ կողմից եմ սկսել եմ անել դասընթացներ, տրեյնինգներ, ընդ որում կրթական, սոցիալական եւ այլն, եկել եմ նրան, որ այդ գաղափարները աշխատել են։ Այսինքն ես ունեցել եմ հետադարձ կապեր, քաջալերական խոսքեր, նամակներ, այսինքն գաղափարները թրծվել են կյանքում ու ես եկել եմ նրան, որ եթե աշխատում է ինչ-որ մի ֆոկուս խմբի համար, ինչու սա չտանել մասշտաբի։ Առաջի ֆիլտրը դա է, այսինքն մինչև գիրք գրելը ես դա փորձարկում եմ անընդհատ։ Հենց հիմա ես աշխատում եմ 4 գրքի վրա եւ այդ գաղափարները ես 3 փորձարկել եմ։ Վաղը նորից փորձարկելու եմ։ Ու այս ամբողջ տարին ես այդ գաղափարը փորձարկելու եմ։ Ընթացքում գրելու եմ փիլիսոփայական մասը, բայց նաև պրակտիկ օրինակները գեներացնելու եմ 1 տարվա ընթացքում։ Սկսել եմ արդեն նախորդ տարվանից, բայց մոտեցումը սա է, այսինքն ես գիտեմ հիմնական ուղերձը, բայց ուղերձը պետք է դարձնել վստահելի օրինակներով, այդ օրինակները ես ամեն օր կամ ամեն շաբաթ փորձում եմ կերտել։ Իմ բանաձևը սա է։ Դուք նաև մարքեթինգային ընկերության համահիմնադիր ղեկավար եք եւ պարբերաբար առնչվում եք հաճախորդների վարքագծի փոփոխության հետ։ Եթե տարիներ առաջ մարքեթինգը վաճառելու մասին էր, շատ առաջի մասին է խոսքը, հիմա արդեն վստահության, ինչպես եք կարողանում այդ վստահությունը պահպանել եւ ինչ տրենդներ կան կամ ինչ նորարարություններ կան, որոնք դեռ Հայաստանը կամ լավ չի ընկալվում կամ առհասարակ շատ հեռու ենք։ Նախ ասեմ շատ լավ մտածված հարցեր եք տալիս, ինչը շատ հաճելի է, որովհետև սա իմ, չգիտեմ, որևէ հարցազրույցն է այս թեմայով, ու միշտ նույն տեխնիկական հարցերն են տալիս։ Ես էլ եմ հոգնում նույն հարցերին պատասխանել։ Ես փորձել եմ բոլորը նայել։ Շնորհակալ եմ դրա համար։ Չկրկնվող հարց։ Դրա համար մեր զրույցը հետաքրքիր է լինելու վստահ եմ։ Հաճախորդների վարքագծի մասին մի քանի շերտ ուներ ձեր հարցը։ Այո, փոխվում են։ Հաճախորդները այսօր շատ ավելի մենք անվանում ենք հաճախորդ գործընկեր։ Գործընկերները այսօր դարձել են ավելի պահանջատեր, պահանջկոտ, ինչը լավ է, ավելի գիտակից, որովհետև շուկան առաջարկներ ունի։ Դու չլինես, մյուսին կընտրի։ Օրինակ ուղիղ 10 տարի առաջ, երբ որ ես սկսեցի առաջի քայլերը, այն մասնագիտությունը, որ առաջ էի տանում, շատ քիչ էր Հայաստանում։ Ու մեծ հաշվով ավելի անգլերեն պես բան կա bargaining power, բանակցային ուժը ավելի ուժեղ էր, այսպես ասած, որտեղ ընտրությունը փոքր էր։ Հետո ժամանակի ընթացքում կուտակած փորձի վստահության ստեղծված իմիջի հիման վրա այդ բանակցային դիրքերի մնաց ամուր, ոչ թե որ մրցակիցներ չկային, այլ որ գիտեին թե ով եմ ես կամ մեր ընկերությունը։ Վստահությունը ավելի։ Այո, այո։ Սա հաճախ վարքագծի փոփոխության մասին։
Իմիջած մեր գործարարները շատ ավելի կրթված են հիմա։ Ես 5-6 գործարար միության անդամ եմ ու տարբեր ոլորտների հետ եմ շփվում, ամենատեխնիկական հողային աշխատանքներից մինչև ամեն IT մեզ համար դժվար հասկանալի երևույթներում բիզնես ծավալող մարդկանց հետ ու բոլորն իրենց չափով անդադ կրթվում են ու սա բերում է դրական ոնց որ իմպուլսներ հասարակության մեջ։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին տրենդների, հենց հիմա մենք այստեղ հանգիստ զրուցում ենք խաղաղ, բայց մեր ոտքի տակ աշխարհը շատ արագ փոխվում է, մասնապես այդ չարչակված AI-ի մասին եթե խոսենք, ես երեք մի սեմինար եմ անում 10 գործարարի համար հենց այդ թեմայով, ոչ թե ինչպես AI օգտագործել, այլ ինչպես մտածել AI-ի հետ ու հիմա նոր մի ուղղություն է գալիս, որը ես փորձում եմ ռոպագանդել էլի Հայաստանում ու առաջիկայում սեմինար կլինի դասընթաց, ապա կգրքում հատված կլինի այդ մասին, տակագծեր բացեմ։ Կա այսպիսի նոր երևույթ կոչվում է AI visibility կամ AI տեսանելիություն, երբ որ ChatGPT-ին, Gemini-ը կամ մյուս գործիքները ձեզ ներառում են իրենց պատասխաններում։ Օրինակ, ես գրում Հայաստանի top 10 լավագույն լրագրողները եւ հայտնվում է ձեր անունը այդ ցանկի մեջ ձեր հղումով կամ առաջի 3 լավագույն մարքեթինգային ընկերությունները ու երթենք AI-ը խորհուրդ է տալիս մեզ։ Մենք իմիջիայլոց արդեն ունենք գործընկերներ, որոնք գրասենյակ են գալիս AI-ի խորհուրդների միջոցով։ Հիմա սա բոլորովին նոր մարքեթինգային ուղղություն է։ Ոչ մի AI visibility ու հիմա ես շատ ակտիվ ուսումնասիրության նոր թիմի հետ խոսում էինք, վերլուծությունների փուլում ենք, նաև կիրառում ենք ու նաև կուտակած փորձը, գիտելիքը վերածում ենք որպես սառցահատի պատասխանատվություն ունեցող ընկերություն, լայն գիտելիքի, որը պետք է կիսվենք հասարակության հետ, այսինքն կրթենք, պահանջարկ ստեղծենք, հետո այդ պահանջարկը փորձենք բավարարել։ Սա դեռ Հայաստանում շատ ընկալվող երևույթ չէ։ Ես անդադ տարբեր միջոցառումների ժամանակ networking-ային ցեղանի շուրջ որ նստած ենք, փորձում բացատրեմ ու աչքերի հայացքից զգում եմ, որ դեռ չեն ընկալում, բայց սա արդեն դառնում է նորմալ հիմա, 1 տարուց հետո եթե մարդիկ այստեղ այս առումով չաշխատեն, իրենք շատ մեծ բաժին են կորցնում։ Այսինքն բիզնեսի առումով կողմեք առաջարկն է ծնում պահանջարկ, որտեղ հաճախ է լինում, որ տարբեր մարդկանց տարբեր թե լրատվական, թե հեռուստաընկերություն, թե ցանկացած բանի հետ կապված, որ ասում ես ինչու սա է, կարող ենք սա էլ սա են պահանջում, սա են ուզում, սա է դիտվում։ Դե դա կարելի ասել նաև 6-8 երաժշտության մասին, որ բոլոր երգիչները խավորի, մայրիկի, հայրիկի, երեխայի եւ բոլոր բարեկամների մասին երգեր են ստեղծում, որտեղ դա պահանջված է։ Իրականում ես չեմ կիսում այդ գաղափարը։ Ու առաջնորդություն հենց նաև որ դու ես թելադրում խաղի կանոնները, իհարկե եթե ընդունենք, որ դու ազնիվ մարդ ես, բայց հանուն նպատակի, այսինքն դու քո դերը ծառայեցնում ես նպատակի։ Ու տվյալ դեպքում, տեսեք, ես օրինակը որ բերեցի, հիմա շատ գործարարներ չգիտեն սրա մասին, բայց դրա կարիքը կա։ Որպեսզի իրենք կան այդ գիտակցմանը, պետք է համապատասխան ինֆորմացիոն ֆոն լինի։ Դրա համար ես ունենում եմ անհատական հանդիպումներ, սեմինարներ, դասընթացներ, վեբինարներ, տարբեր ֆորմատներ, ես ազդակներ եմ ուղարկում, որպեսզի մարդիկ հասկանան, որ այսպիսի բան կա, ինչով է սա լավ, ինչի հետ կարելի է համեմատել, ինչ արդյունք կարող է տալ, որ վերլուծելով արդեն դրա բիզնես արժեքը հասկանան։ Ու հետո երբ որ այդ պահանջարկը ձևավորվում է, գալիս է նորից ինձ մոտ, այսինքն ստացվեց, որ այո, առաջարկը ծնեց պահանջարկը։ Ու իրականում շատ լավ կլինի, որ բոլոր ոլորտներում այդպես լինի։ Ոչ թե մենք միայն հաշվի առնենք, թե հասարակությունը ինչ է ուզում, այլ օրինակ սերիալների մեծ մասը ես անուններ չտամ, երբեք հայկական սերիալներ չեմ նայում, բայց վերջի շրջանում մի սերիալ նայեցի, անուններ չտամ զուտ,
շատ իրատեսական էր նկարած, շատ լավ էր նկարած, բավական կենթանի, ես հիացած եմ, որ կարող էին Հայաստանում այդպիսի բնական երկխոսություն, ես նրբություններին ուշադրություն եմ դարձնում, կամ նույնիսկ գովազդները, հայկական սիտկոմների մեծ մասը, հիմա այսքան ժամանակ մենք խոսում ենք, այդ ամբողջ ժամանակահատվածում 20 անգամ եւ գովազդ կլիներ։ Ինչպես ես տանդաղ սա խմեցի, գրքին կամ միկրոֆոնի բրենդը եւ այլն եւ այլն։ Իսկ այդտեղ շատ օրգանիկ էր պլեյսմենտները։ Ասածս որն է, եթե դու որակել բան ես ուզում անես, դա բարդ ճանապարհ է, իրոք բարդ ճանապարհ է, երկար ճանապարհ է, բայց ժամանակի ընթացքում դու դառնում ես ուղենիշ ստեղծող։ Շատ լավ էր ասված։ Մենք հատված ունենք հաղորդման մեջ, երբ մեր նախորդ հյուրը հաջորդ հյուրի համար հարց է պատրաստում եւ մաղթանք։ Մեր նախորդ հյուրը Դավիթ Մկոյանն էր, ում շատ լավ ճանաչում եք։ Երեք միասին ենք ինձանից։ Այո։ Պարոն Մկոյանը ձեզ հարց է տվել. Ինչն է ձեզ ստիպում առավոտյան գնալ աշխատանքի, ինչն է ստիպում զբաղվել նրանով, ինչով զբաղվում եք։ Ստիպելը ճակերտների հասկանալի է։ Փոփոխություններ բերել է։ Իմ մտքում երևակայության մեջ եղող երևույթները դեպի իրականություն քաշելու ու դեպի իրականություն կոնվերտացնելու այդ ձգտումը։ Պարոն Մկոյանը ձեզ մաղթում է ուժ, եռանդ եւ իմաստություն։ Իմիջերից շնորհակալ եմ շատ, երբ որ Դավիթին հարցնում ոնց ես ասում ուժեղ, շատ ուժեղ։ Դա համար այդ կոնտեքստը ես գիտեմ, դրա համար կարևոր մաղթանք է, շնորհակալ եմ շատ։ Ես կխնդրեմ նաև ձեզ, որ մեկ հարց եւ մաղթանք գրեք մեր հաջորդ հյուրին, որ մենք ընթերցենք հաջորդ հաղորդմանը, բայց չեմ ասել ով է։ Շատ լավ, այսինքն ես հիմա պետք է գրեմ, ավարտից հետո գտամ, խնդրեմ գրել։ Շնորհակալ եմ շատ։ Սիրելի հետևորդներ, եթերում Business Lab-ներ կհանդիպենք հաջորդ շաբաթ։